Սկզբի համար կընտրեմ ուշադրությունը էկրանին։ Որտեղ է սովորաբար պատմությունը, ինչպես է այն դերվում, թվերով, փաստերով, թե մարդն է դառնում կենդանի պատմություն իր ապրելով, ապրեցնելով ու պատմական իրադարձությունների ժամանակագիծերով։ 2020 թվական սեպտեմբերի 27, 44 օր։ Հազարավոր զոհեր, փորձրած մարդիկ, ապաստարաններում թաքնված երեխաներ, բաղվան անդեմ անորոշություն, թվեր, փաստեր, պատկերներ ու դրանց հետևում իրական մարդիկ, իրական ճակատագրեր, իրական կյանքեր։ 44-օրյա պատերազմը ոչ միայն աշխարհաքաղաքական իրադարձություն է, այն հազարավոր անհատների պատմությունների խճանկար է, պատմություններ, որ սկսվել են մեկ կարևոր քայլից, բացառիկը յուրաքանչյուրի համար։ Նրանք, որ մեկնեցին ռազմաճակատ, նրանք, որ սպասում էին ապաստարաններում, նրանք, որ օգնում էին բժշկական կետերում կամ մատակարարում ռազմական գործողությունների գոտի, բոլորը դարձան այս պատմության կերտողները։ Մի զինվորը կռվում է իր տան համար, մյուսը իր ընտանիքի ապագային, հենց այդպիսի կենդանի պատմություն, շրջափակման մեջ հայտնված նրանք 70 օր գոյատևել են անհավատալի պայմաններում։ Առանց սննդի և ջրի պաշարների, բանիկի սպեկտրային լիք հտունը, որ 6 զինվորի կյանք մրկեց։ Հրաշքով դրվածներ վերադարձան, յուրաքանչյուրն իր պատմությամբ, յուրաքանչյուրն իր ապրումներով, Կորեայի և նրա ընկերների պատմությունը մեր բոլորի պատմությունն է, պատերազմի իրական պատմություն, պատմություն, որ սկսվում է մեկ կարևոր քայլից։ Այդ օրը ես արել եմ իմ կյանքի ամենակարևոր քայլը, այդ օրը ես ընտրել եմ իմ ճանապարհը, չէ՞ որ ես գնացել եմ նրա կանչի հետևից։ Ձայն, որ հաճախ խլանում է բազմաթիվ այդ ձայների աղմուկի մեջ։ Օ, որքան շատ է դրանք։ Հայր, մայր, քեռի, մորակույր, եղբայր, քույր, ուսուցիչ, սիրելի, տաքսիստ։ Կամ միայն մեկ իրական ձայն, և դա խղճի ձայնն է, իրականության ձայն։ Երբ ազգը պարտություն է կրում, պարտության մեղքը բոլորը պարտում են ուրիշների վրա։ Եվ ամենացավալին այն է, որ այս ընդհանուր ողբերգության մեջ մոռացության են տրվում այն տղաները, որոնք որ կարող էին նաև հաղթել։ Այն տղաները, որոնք որ արեցին ամեն ինչ այդ հաղթանակի համար։ Երբ այս տղաների հետ ես խոսել եմ, քանի անգամ մի բան եմ ասել, որ մենք չենք պատկերացնում, որ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ այդ եռակող հայտարարությունից հետո մենք գիտեինք, որ գտնվելով Արցախի գյուղերից մեկում, Վան գյուղում, որը մի քանի կիլոմետրի վրա է ամեն հատուտից, հրավառություն եղավ այդ նոյեմբերի 10-ի ուսուցիչները, եւ մենք
հասկացանք, որ պատերազմը ավարտվել է։ Մենք չէինք պատկերացնում, որ այդպիսի դառը պատմություն ենք կրել։ Այն նվիրումը, այն համոզումը կարող է նույնպես հավաստել, որ այս տղաները երբեք չեն մտածել հանձնվելու, գերի դառնալու և Աստված նրանցել ահերեշտան դեպքում կարող է նաև իրենք վերջտալ իրենց կյանքի, բայց չայնպես թշնամություն։ Իրով այսինքն պատմությունը ճիշտ է այնպես, ինչպես որ կա։ Եվ դրա համար մենք պարտավոր ենք այս ամենը թղթին հանձնել որպես պատմություն, կենդանի վկայություններով, եւ քանի որ այս հրաշքները դարձել են մեր այսօրվա աշխարհական պատմության մասնիկը, մեր ինստիտուտը որոշել է, որ իրենց նվիրի մեր հայոց պատմության ակադեմիական հատորները, որոնք որ, ինչպես գիտեք, իրոք մեկական օրինակ բերել եք միայն առաջին հատորները, մնացածը առաջին հատորներից, ծանրները դիտանեք տուն, յուրաքանչյուրը 7 հատոր, որովհետև դուք դարձել եք հայոց պատմության մեկ մասնիկ առանց չափազանցության։ Շնորհակալություն ձեզ հայտնել այն բանի համար, որ տղաներ, երբ կարդում ես Կորեայի գիրքը եւ քանի երրորդ անգամ համոզվում, որ ոչ մեկի մոտ չի եղել այսպես անկումային դրամատուրգություն, միշտ համոզումով, որ պիտի նրանք հաղթականորեն դուրս գան շրջապատից, որտեղ նրանց մեջ եղել է հրաշքի արման։ Ես ուզում եմ ոչ մեկի տեղը, դերը այս պատմության մեջ չնվաստացնելով ջարդողության իր կամքի, որ միշտ կրկնել է, որ տղաներ մենք դուրս ենք գալու եւ բոլորը նրանք գանալով անվերաշտել են նրա հետ եւ նրանք այսօր ներկողտիկ։ Թույլ տվեք նրանց